Չկա պատմի։ Չգիտեմ, ես մեր բակում էլ, կողքի բակերում էլ, ընտրատարածքներում էլ էլի տարբեր մարդկանց հարցը փորձ արեցի, աչքիս ես անգամ էլ իմ օգտին ոչ մեկ չի քայարկել։ Դու որ օրվա ընտրությունների մասնակցում ես, որ այսօր գնացել ես թաղապետի ընտրությունների ես մասնակցում։ Դու չգիտես, որ քո կյանքում ինչ ընտրություններ դու մասնակցես, երկու ձենից ավել չես կարա հավաքես։ Էներ քեզով այդ երկու ձենը ապահովում, ես ու դու, էլ ոչ մեկ։ 5 տարի առաջ չկարածել ես շենքի լիազոր դառնաս։ Շենքի լիազոր որ ընտրում են ընտրությունների ժամանակ էլ երկու ձեն հավաքեցիր։ Ով այդ երկու ձենը տվեց, ես ու դու, էլ ոչ մեկ։ Իսկ մնացած հարևանները իրաց ձեները տվեցին հարբեցող Սերոժին, մտածելով որ ավելի լավ է իրաց ձենը տան հարբեցողի, քան քոնոման մի հատ անաստը ու անհաջողած մի հատ քեզ չխրատվար։ Անցած տարի էլ որոշեցիր ավականու ընտրությունների մասնակցես։ Քանի ձեն հավաքեցիր, երկու։ Ով էր քեզ այդ ձեները տվել, ես ու դու։ Այս շրջանում էլ քեզ ոչ մեկ ձեն չէր տվել։ Այս տարին ուզում ես արդեն թաղապետ դառնաս, հա։ Դու հասկանում ես, որ երկու ձենով թաղապետ չես դառնա։ Երկու ձենով թաղապետ կարաս դառնաս մենակ Ադամի ու Եվայի ժամանակ։ Կլինեիր Եդեմի կենտրոնի թաղապետ։ Մի հատ արմիրուց միացրու արդեն ժամն է։ Հեսա արդյունքները կհայտարարենք։ Ինչն ես ուզում նայենք, ոնց են մնացածը հազարներով ձեն հավաքում, իսկ դու երկու ձեն հավաքում։ Ավելի կնիկ ջան, թող նայենք։ Արի նայենք։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք լրատվական ծրագրի հատուկ թողարկումը, եւ մենք ամփոփում ենք 3 կայացած թղթակցի ընտրությունները։ Այս պահին ձայների հաշվարկը ավարտված է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հայտարարել է վերջնական արդյունքները, որը ներկայացնում ենք ձեզ։ Հիշեցնեմ, այս համայնքում կան 3 տեխնացու եւ այսպես. Համլետ Սարգսյան հավաքել է 5162 ձայն։ Վարքև Ավետիսյան հավաքել է 4862 ձայն։ Իսկ ամրակից ձայները հավաքել է Վալոդյա Մուսայելյանը։ Գիտենք, 2 ձայն։ Նա հավաքել է 3 ձայն։ Արա, ես դու սիրանցում ես։